ուզում են իրենց տղաները եւս 1.5 տարի ծառայեն, քանի որ իրենց տարեկիցները 1.5 տարին են, բայց քանի որ հունվարից շուտ են գնացել բանակ, 2 տարի է։ Ուզում եմ տեղեկացնել եւ հիշեցնել, ես եկեք ավելի լավ է չմեկնաբանեմ, միայն փորձեմ հիշեցնել, որ այդ օրենքի նախագծի քննարկման ժամանակ եւս այդ հարցը հարցադրումների ձևով եւ պատասխանների ձևով հնչել է եւ թող հանդիպել եք ծնողների հետ անձամբ ես չեմ հանդիպել եւ դրա մասին պարզաբանում տրվել է արդեն եւ խնդրում եմ որ ծնողները եւս այդ հարցով արդեն իսկ օրենքը ընդունված է եւ այդ ներողություն շաբաթը մեկ լողանում պարոն Սարգսյան ձեր թիմակից Հայկ Սարգսյանն է ասում որ շաբաթ հենց նորով են առաջին Զորակոչի թիվ ես ինչքանով լսեցի Պարոն Սարգսյան անպատասխան մնացին հարցը ինչու են զինվորները շաբաթը մեկ լողանում ինչպես քպական Հայկ Սարգսյանն է ասում Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում։ Ես չգիտեմ պարոն Սարգսյանը։ Ես տեսեք ես պաշտպանության նախարարությունում համակարգման ոլորտներ կան, ես տեղյակ չեմ, որ զինվորը Բայց դուք բացառում եք, որ նման խնդիր կա։ Հարգարժան պարոն Կիրակոսյան, ես հիմա տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը, ես կարծում եմ, որ չլողացած զինվոր մենք չունենք, եթե մեր զինվորներին դուք տեսնեք, ասում այդ ոլորտը ես չեմ համակարգում, դրանք զինվորական կարգապահության, նախատեսված իրավակարգավորումներով լուծվող հարցեր են, բայց որևէ խնդիր այդ հարցով մինչև հիմա չի եղել, եթե կա հաշվի առնելով Ռուսաստանից հնչող սպառնալիքները նվազման մասին խոսելը կամ այլ բանի մասին խոսելը, ես կարծեմ թվեր չհնչեցվեց, հնչեցվեց տոկոսային թվեր, ես կարծում եմ, որ թվի։ Ռուսաստանից հնչող սպառնալիքների ֆոնին արդյոք Հայաստանը քննարկում է հապկից վերջնականապես դուրս գալու քայլը։ Կարծում եմ այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Որպես նախկին ոստիկանապետ, մեզ համար ընդունելի է 18-ամյա երիտասարդին գետնին տապալելով, ցուցելով որ նրան ձեզ համար ընդունելի է։ Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց մի բան կարող եմ ասել, իրականում չեմ տեսել, չէ, բայց մի բան ասեմ, որ ես չգիտեմ ինչքանով է իրավաչափ գործողությունները, բայց ոստիկանության ծառայողները տեղյակ չեմ։ Ես մի բան գիտեմ, որ ոստիկանությունը նաև ֆիզիկական ուժ գործադրելու օրենքով իրավունք ունի։ Վարդենիսի զորամասում տներեք, բայց հələ չեմ տվել հարցը, Ես զինվորակ Նարեկ ջան, ես հասկանում եմ չեք տվել, ես այս հարցի մասին եմ ասում, մանրամասներին տեղյակ Բայց ես համար Վարդենիսի զորամասում մի քանի աղմուկներ Եթե մի բանից տեղյակ չեմ, ոլորտից հարցնենք։ ԲՆ-ն իր ոլորտը ոչ թե ոստիկանությունը։ Վարդենիսի զորամասում մի քանի աղմկահարույց դեպքեր եղան, մահվան դեպքեր եղան մի քանի հատ նույն զորամասում։ Սա ինչով է պայմանավորված, ինչու պատշաճ ուշադրություն, հետևողականություն չի ցուցաբերվում, պարոն Սարգսյան։ Նարեկ ջան, պատշաճ հետևողականություն ցուցաբերվում է եւ նաեւ մեր վիճակագրությունն է խոսում դրա մասին։ Սպանություններ ասելը ուռճացված է, որովհետև 25 թվականին անգամ սպանություն չի եղել, եւ ներ սպանություններ, թե դրա համար եմ ասում, որակումները այլ են, որովհետև մահվան դեպքը նաեւ զոհեր է ներկայացվում, բայց պարզում է, որ մարդը մահացել է իր առողջության խնդիրների բերումով եւ այդպես շարունակ։ Վարժական հավաքներից մեկի ժամանակ վերջերս ունեցանք մեկ զոհ եւ մեկ տիրաչի ոնց հաստատվում։ Ես ուզում եմ տեղյակ պահել, որ յուրաքանչյուր դեպքը քննության առարկա է դառնում թե նախաքննական մարմնի կողմից եւ թե դրա հանգամանքները բարձրելու ուղղությամբ կատարվում է ծառայողական քննություն։ Եվ հետևաբար այդ ծառայողական քննության արդյունքները նախաքննական մարմնի հրապարակվում են ու բոլորի համար դառնում են հասուն։ Բայց դիվը չի նվազում։ Ձեզով է ասում չի նվազում։ Դուք ուրեմն խնդրեմ տեսնեք նաև հարցում կատարեք մենք ձեզ
թվային տվյալներ տանք, որ տեսնեք դուք ինքներդ, որ մենք նախորդ տարի ունեցել ենք ընդամենը 30 մահվան դեպք, ես միգուցե 1-2-ով այսպես շեղում լինի, բայց կարծում ճշգրիտ է, որից ընդամենը 6-ն էր ծառայության բերումով, մյուսները մեր զինծառայողները իրենց բնակարաններում, իրենց չգիտեմ, կյանքի բայց այդ Վարդենի ասած դեպքով մի դեպքով հրամանատարն է կարծեմ կալանավը, մյուսով ծառայակիցը, այսինքն ներանձնային այդ խնդիրների հարցը չի լուծվում։ Եթե քչանում են դեպքերը, նշանակում է լուծվում են կամ առնվազն լուծման ճանապարհին ենք։ Եվ պետք է տեսնել նաև դրականը, որովհետև եթե մենք ունենք դեպքերի նվազում, դա խոսում է հենց կատարված աշխատանքների, որ եթե առկա է նույնիսկ մեկ դեպք, ապա այդ մեկ դեպքը նույնպես մտահոգիչ է։ Պարոն Սարգսյան, դուք երկու եք գրաված տարածքներում ադրբեջանցիները հաստատվում են ենթակառուցվածքներ։ Իհարկե, խնդրում եմ այդ առումով եւս հետևեք պաշտպանության նախարարության, կլսեք ինձ։ Իմ հարցը ախր չեք լսում։ Ձեր հարցը ես լսել եմ քաղաքական ուժերի կողմից, հետո նաև լսել եմ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի պրոֆեսիոնալ պարզաբանումը։ Խնդրում եմ դա հիմք ընդունեք, ոչ թե սիրողական։ Քարտեզ բոլորս էլ ունենք, իմ երեխաներն էլ, ձեր հարևաններն էլ, բոլորը քարտեզ կարող են ունենալ եւ հրապարակել։ Քարտեզները բան Սարգսյան, որովհետեւ նա հիմք ընդունում այդտեղ Եվրոպակի։ Պարոն Քոչարյան, ինչ որ անձնական ձեր